Բարև ձեզ, այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է հասարակությունը, ինչու և ինչպես է այն ձևավորվում։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու համար, կոչվում է պահանջմունք, ինչպես օրինակ օդը, ջուրը, հագուստը, կացարանը, սնունդը, քունը և այլն։ Պահանջմունքներից բացի մարդը ունենում է ցանկություններ, որոնք խիստ անհրաժեշտ չեն մարդու գոյության համար։ Ցանկությունները հեշտացնում են կամ ավելի հարմարավետ են դարձնում մեր կյանքը, օրինակ բջջային հեռախոսը, գեղեցիկ հագուստը, թոյ-պուծել շնիկը, անլար ականջակալները, հեծանիվը և այլն։ Ինչ է հասարակությունը և ինչու այն ձևավորվեց։ Ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուն երկար ուսումնասիրություններից հետո մարդու պահանջմունքները բաժանեց մի քանի խմբի և կազմեց պահանջմունքների բուրգը։ Մասլոուն պնդում է, որ մինչև բուրգի առաջին մակարդակների պահանջմունքները չբավարարվեն, մարդիկ մյուս մակարդակներին անցնել չեն կարող։ Իսկապես, դու կարո՞ղ ես պատկերացնել քո կյանքը առանց օդի կամ ջրի։ Արդյոք կարո՞ղ ես մտածել գիտության կամ կինոյի մասին, երբ սոված ես կամ ծարավ։ Այսպիսով, մարդու ամենակարևոր պահանջմունքը ապրելու և անվտանգության պահանջն է։ Մեր նախնիները չէին կարող այս պահանջմունքները բավարարել միայնակ ապրելով։ Ուստի անհրաժեշտ էր միավորվել և խմբերով ապրել։ Ահա թե ինչու մարդիկ ձևավորեցին հասարակություններ, մարդկանց խմբեր։ Միասին ապրելով և աշխատելով մարդիկ կարողացան ավելի շատ կենդանիներ որսալ, բերք հավաքել, պաշտպանվել թշնամիներից։ Երբ մարդիկ ապահովեցին այս առաջնային պահանջմունքները, սկսեցին մտածել նաև արժեհամակարգ ձևավորելու մասին՝ ընկերություն, պատիվ, հարգանք։ Ցտեսություն։